Բարև ձեզ, եթերում ռեգիոն տարածաշրջանային լուրեր հաղորդաշարի առաջին թողարկումն է։ Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին արժանացել է վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի 2026 թվականի գրական մրցանակին իր «Մարդիկ և ծառեր» եռագրության համար։ Դեռևս խորհրդային տարիներին գրված գիրքն առաջին անգամ է հրատարակվել անգլերեն թարգմանությամբ։ Նշենք, որ 2012 թվականին մոսկովյան «Դրուժբա Նարոդով» ամսագրում «Քարե երազներ» վեպի տպագրումը շրջադարձային եղավ ադրբեջանի ժողովրդական գրող Աքրամ Այլիսլիի համար։ Գրականության ոլորտում Ադրբեջանի բարձրագույն պարգևների արժանացած գրողն իր «Քարե երազներ» գրքի տպագրությունից հետո զրկվել է պետական պարգևներից և թոշակից։ «Քարե երազներում» Այլիսլին ներկայացնում է Բաքվի հայկական ջարդերը։ 1919 թվականին Ագոլիսում թուրքերի կողմից իրականացված հայերի կոտորածը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունից հետո, թե վեպը սևացնում է իրենց երկրի պատմությունը, սկսվեց պետականորեն հովանավորվող արշավ Աքրամ Այլիսլիի և նրա ընտանիքի դեմ։ 2016 թվականին Այլիսլիի դեմ գրական գործ հարուցվեց։ 88-ամյա գրողն այսօր Բաքվում տնային կալանքի տակ է գտնվում։ Հուլիսի 6-ին Բաքվում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր տեսփան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։ Նրան բողոքի նոտա է փոխանցվել հուլիսի 5-ի երեկոյան Ուկրաինայի Նիկոլաևի մարզում գործող ադրբեջանական Սոկար լցակայանի վրա ԱԹՍ-ների հարձակման առնչությամբ։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. Հանդիպման ժամանակ հիշեցվել է, որ այս անօդաչու թռչող սարքերի հարձակումը առաջին նմանատիպ միջադեպը չէ։ Սոկարի օբյեկտներն Ուկրաինայում, այդ թվում գազաբաշխման կոմպրեսորային կայանը և Օդեսայի նավթաբազան նախկինում ենթարկվել են ռազմական հարվածների, որոնց արդյունքում վիրավորվել են ընկերության աշխատակիցներ։ Նյութական զգալի վնաս է հասցվել ընկերությանը։ Նշվել է, որ չնայած բազմիցս արված նախազգուշացումներին, նման միջադեպերի շարունակականությունը վկայում է հարձակումների նպատակային բնույթի մասին։ Անդրադարձ է եղել նաև Կիևում Ադրբեջանի դեսպանատան և Խարկովում գլխավոր հյուպատոսության շենքերը վնասած ավիահարվածների դեպքերին։ Ադրբեջանի արտգործնախարարությունը ռուսական կողմին կոչ է արել հետաքննություն անցկացնել բոլոր միջադեպերի վերաբերյալ, տրամադրել պարզաբանումներ և հետևել դիվանագիտական առաքելությունների պաշտպանության միջազգային պարտավորություններին։ Ռուս-ադրբեջանական հարաբերություններում պահպանվող լարվածության և կարգավորման քայլերի ֆոնին ադրբեջանական աղբյուրները հայտնել են Սամարայի մարզի ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շիրվան Քերիմովը զրկվել է Ռուսաստանի քաղաքացիությունից։ Նա այժմ գտնվում է Ադրբեջանում։ Բաքվի քարոզչամեքենան ընդգծում է, որ Ռուսաստանում ադրբեջանական սփյուռքը հետապնդումների է ենթարկվում ավելի քան 1 տարի։ Ռուսաստանի տարբեր շրջաններում, այդ թվում Մոսկվայում գործող ադրբեջանական սփյուռքի ղեկավարները զրկվել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից, որոշում է կայացվել նրանց երկրից վտարելու մասին։ Այս ամենի ֆոնին Շուշի քաղաքում Բաքուն հերթական քարոզչական միջոցառումն է կազմակերպել, այս անգամ ընդդեմ Ռուսաստանի։ 10 երկրներից ժամանած հետազոտողների մասնակցությամբ անցկացվել է մշակութային և էթնիկ բազմազանություն, պատմության դասեր, ժամանակակից մարտահրավերներ միջազգային կոնֆերանսը։ Այն կազմակերպվել էր լրագրող Սեյֆադին Հուսեյնլիի հիմնադրած մշակութային և էթնիկ բազմազանության կենտրոնը։ Հիշեցնենք, որ Հուսեյնլիի երկու եղբայրները մահացել էին անցյալ տարի Եկատերինբուրգում ռուսական անվտանգության ուժերի կողմից կատարված գործողությունների ժամանակ, իսկ երրորդ եղբայրը գտնվում է ռուսական բանտում։ Միջոցառման ընթացքում ընդունվել է համատեղ հռչակագիր, որում Ռուսաստանին կոչ է արվել ճանաչել չերքեզների ցեղասպանությունը և այլ ժողովուրդների դեմ իրականացրած պատմական հանցագործությունները, դադարեցնել էթնիկ փոքրամասնություններին ուկրաինական ճակատ բռնի ուղարկելը, վերջ դնել համակարգային խտրականությանն ու քսենոֆոբիային։ Ադրբեջանը պաշտոնապես հրավիրվել է Մայամիում կայանալիք G20 գագաթնաժողովին, որը տեղի կունենա դեկտեմբերի 14-ից 15-ը։ Գագաթնաժողովի պաշտոնական կայքի համաձայն հրավիրված երկրների ցանկում են նաև Ղազախստանը, Ուզբեկստանը, Ֆինլանդիան, Իռլանդիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Կատարը, Սինգապուրը, Իսպանիան և Արաբական Միացյալ Էմիրությունները։ Ավելի վաղ ադրբեջանական աղբյուրները հաղորդել էին, որ նախագահ Դոնալդ Թրամփն Ադրբեջանի, Ղազախստանի և Ուզբեկստանի նախագահներին հրավիրել է Մայամիում կայանալիք G20 առաջնորդների գագաթնաժողովին։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հուլիսի 6-ին անդրադարձել է Կարս-Իգդիր Արալք Փիլուջու երկաթգծի կարևորությանը։ Ըստ նախարարի, ակնկալվում է, որ կամրապնդվի երկաթուղային կապը Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Նա երկաթուղու կառուցումն անվանել է Թուրքիայի համար պետական առաջնահերթություն։
Թուրքիայի ազգային ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը ՏՌՏ-ի հետ հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Ընդգծելով, որ Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության հիմքը հասել է որոշակի կետի, նա մասնավորապես ասել է. Անկարայի մասնակցությամբ Թուրքիան, Ադրբեջանն ու Հայաստանը կձևավորեն մեկ կենտրոն, մեկ ուժ։ Թուրքիայի կառուցողական տեսլականը մեծ ներդրում ունի այս ամենում։ Անկարայում հուլիսի 7-ից 8-ը կայացել է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների 36-րդ գագաթնաժողովը, որի գլխավոր հյուրն էր Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օդանավակայանում անձամբ է դիմավորել Թրամփին։ Այնուհետև Անկարայի նախագահական պալատում տեղի է ունեցել երկու երկրների նախագահների հանդիպումը։ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը կքննարկի Թուրքիային F-35 կործանիչներ վաճառելու և Անկարայի կողմից ռուսական S-400 HOP համակարգեր գնելու պատճառով սահմանված պատժամիջոցները վերացնելու հարցը։ Հուլիսի 8-ին կայացել է ՆԱՏՕ երկրների ղեկավարների աշխատանքային նիստը, որի ավարտին ընդունվել է Անկարայի գագաթնաժողովի հռչակագիրը։ Նշենք, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ Թուրքիայում ձերբակալվել էին գիտնականներ, փաստաբաններ, ուսանողներ, ասոցիացիաների անդամներ, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ և արհմիությունների անդամներ։ Բացի այդ, հուլիսի 5-ին Թուրքիայի կոմունիստական կուսակցությունը հայտարարել էր, որ Անկարայում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 100 մարդու։ Տասնյակ ցուցարարներ են ձերբակալվել նաև գագաթնաժողովի օրերին։ Հունիսի 30-ին Վրաստանն ու Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել։ Հռչակագիրը ստորագրել են Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիոևը։ Թբիլիսիում կայացած երկու երկրների կառավարությունների անդամների ընդլայնված ձևաչափով բանակցություններից հետո Վրաստանի և Ուզբեկստանի համապատասխան գերատեսչությունների միջև ստորագրվել են նաև հուշագրեր տնտեսության, առողջապահության, շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության, ֆինանսների, մաքսային, կրթության, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների և մշակութային ոլորտներում համագործակցության վերաբերյալ։ Ժնևում այցով գտնվող Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին հանդիպել է Միացյալ Ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ արհեստական բանականության կառավարման մասին ՄԱԿ-ի առաջին պաշտոնական գլոբալ երկխոսության շրջանակում։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են գլոբալ անվտանգության իրավիճակը, միջազգային արդի մարտահրավերները և Վրաստանի ու ՄԱԿ-ի միջև առկա համագործակցության ասպեկտները։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը ընդունել է Հագայի հռչակագիրը։ Դրա կազմում ներառված է նաև Վրաստանին վերաբերող բանաձևը։ Վրաստանում ընտրությունների ամբողջականության և հիմնարար ազատությունների պաշտպանությունը փաստաթղթով Վրաստանի իշխանություններին կոչ է արվում ազատ արձակել քաղբանտարկյալներին, չեղարկել քաղաքացիական ազատությունները սահմանափակող օրենքները և ապահովել ժողովրդավարական սկզբունքների պահպանումը։ Բանաձևը նաև կոչ է անում անցկացնել անկախ, թափանցիկ և միջազգային չափանիշներին համապատասխան հետաքննություն 2024 և 2025 թվականների ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել դրանցում մեղավոր անձանց։ ԱՄՆ զինված ուժերը հուլիսի 9-ին նոր հարվածներ են հասցրել Իրանին, մասնավորապես 90 ռազմական թիրախների, այդ թվում հակաօդային պաշտպանության համակարգերի, ափամերձ հսկողության միջոցների, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստավորման վայրերի, ռազմածովային կարողությունների և ռազմական լոգիստիկ ենթակառուցվածքների։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը իր հերթին հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Քուվեյթում և Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին՝ ի պատասխան Ամերիկայի Միացյալ Նահանգների վերջին հարվածների։ Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 2 օրերի ավիահարվածներից զոհվել է առնվազն 14 մարդ, իսկ 78-ը վիրավորվել։ Նշենք, որ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցող Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանելով լրագրողների հարցերին հայտարարել էր, որ Իրանի հետ հրադադարը գործնականում այլևս ուժի մեջ չէ։ Իրանում տեղի է ունեցել նախկին գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեինի հուղարկավորության արարողությունը։ Հիշեցնենք, որ նա սպանվել էր փետրվարի 28-ին Իրանի դեմ ուղղված ամերիկա-իսրայելական ավիահարվածի հետևանքով։ Հուլիսի 3-ին Թեհրանում անցկացվել է օտարերկրյա առաջնորդների և բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ հրաժեշտի արարողություն, որին մասնակցել են նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին ու Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովան։
Թեհրանում Իմամ Խոմեյնիի մզկիթում անցկացվել են հրապարակային հրաժեշտի արարողություններ հազարավոր հավատացյալների մասնակցությամբ։ Հուլիսի 7-ի երթը շարժվել է դեպի Ղոմ, որն Իրանում շիա աստվածաբանության կենտրոնն է։ Այնուհետ Խոմեյնիի մարմինը տեղափոխվել է Իրաք, որտեղ սգո արարողություններ են անցկացվել նաև Նաջաֆ և Քարբալա քաղաքներում։ Ալի Խոմեյնին հուղարկավորվել է հուլիսի 9-ին իր հայրենի Մաշհադ քաղաքում։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, կհանդիպենք հաջորդ շաբաթ ռեգիոն տարածաշրջանային լուրեր հաղորդաշարի եթերում։